Այդ կարծեմ նախագծի հեղինակը երկու պատգամավոր են, չէ՞, պարոն Գաբրելյանը եւ դուք։ Ճիշտն ասած, ես շատ ավելի, այսպես ասեմ, ես շատ ավելի հանգիստ էի վերաբերում այս նախագծին, քան այն բացատրությունը ստանալուց հետո, որ ձեզանից ստացա եւ ամբողջությամբ, մի տեսակ դուք կանխավարկածի եւ ինչ ասեմ, կանխակալ տրամադրություններ այստեղ փոխանցեցիք, որոնք որևէ առնչություն չունեն, այսպես գաղափարական մտածածին մտքեր, ասենք թե լսելով ձեզ, տպավորություն կարող ունենա, մարդ կարող է տպավորություն ունենալ, որ հաղարծին կարելի է վերցնել եւ տանել, ասենք թե տեղադրել, չգիտեմ, Կրասնոդարի երկրամասում, բացարձակապես տանել տեղադրել չի կարելի, բայց կարելի է գրանցել այնտեղ գործող կազմակերպության անունով, որը էլի հայ առաքելական եկեղեցի կազմակերպությունն է տիկին գալիս։ Անտրամաբանական պատասխաններ եք դուք տալիս։ Այս փուլում եթե հարցեր կան, ասեք, հետո ելույթի կտամ, էլի, օրինակ հաղարծինը չեն կարող, բայց Սուրբ Եղարդից պարզվեց, որ կարողանում են փոկել եւ օտարել, էլի, այսինքն ես չգիտեմ դուք ինչ աղբյուրներից եք օգտվում, բայց ես էլ օգտվում եմ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տարածած աղբյուրների տարածած տեղեկատվությունից, որը հերքել է, եւ չի կարելի այսպես մանավանդ մեր ժամանակներում, երբ որ լրահոսը լեցուն է ամեն տեսակի ատելության եւ ատելության խոսքով եւ ֆեյք լուրերով, դրանք ընդունել որպես աղբյուր։ Մենք ազգային ժողովն ենք եւ ցանկացած օրենսդրական նախաձեռնության հիմքում բացի այն, որ պիտի լինի հանրային պատվեր, ես այստեղ չեմ շղթում հուշարձանների պահպանության լավագույն շահը եւ տասնամյակներ շարունակ այդ դիրքերից եմ հանդես եկել, բայց այստեղ ձեզանից լսեցի այսպես մաքուր գաղափարախոսական, կուսակցական եւ ես կասեի կանխավարկածա կոնսպիրացիայի դաշտից ինչ-որ բաներ հիմնավորումներ, առանց որևէ փաստ արձանագրելու մինչ այդ նախադեպ, որ հայ ընդորում հասկանալի, որ սա ոչ թե առհասարակրոնական կազմակերպությունների մասին է խոսքը, այլ կոնկրետ ձեր այսպես անմեղության կանխավարկածի խախտումը։ Իսկ ում են նստացրել այս հոդվածով, որ անմեղության կանխավարկած եմ խախտել։ Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցին։ Իսկ կարծում եք, թե դուք վերաբերում եք բոլոր կրոնական կազմակերպություններին եւ ձեր շահը։ Տիկին Ղազարյան, եթե հարց չունեք, ելույթով ասեմ, էլի, քանի որ Տիկին Ղազարյան ձեր թույլտվությամբ էլի, ես փորձեմ շատ կարճ արագ անդրադառնալ։ Տեսեք, աշխարհում կան 2 կամ 3 տեսակի մոդելի երկրներ իրավական առումով։ Կան երկրներ, որոնք օրենքները ընդունում են բացառապես ձեր ասած նախադեպի հիման վրա։ Օրինակ, եթե կա որևէ նախադեպ, դատական որոշում, դրանից բխում է օրենք։ Հայաստանը դրանց թվին չի պատկանում։ Հայաստանը խառն է։ Կարա եւ նախադեպով լինի օրինակ Սահմանադրական դատարանի որոշում, Վճռաբեկ դատարանի որոշում, վերում ես, փոխում ես, բայց կա նաեւ այլ մոտեցում, այսինքն ընդունում ենք օրենքներ, որոնք օբյեկտիվ իրականության մեջ դեռ տեղի չեն ունեցել, բայց դրանք հիպոթետիկ կարող են տեղ ունենալ եւ ընդունում ենք, այսինքն այս ծեր այդ հարցի պատասխանը, որ միջև հիմա չի եղել, շատ լավ է, որ միջև հիմա չի եղել, եւ դա չի խանգարում ինձ ձեզ, դուք էլ կարող եք օրենքի նախագիծ, բերել եք օրենքի նախագիծ, որ օբյեկտիվ իրականության մեջ հələ որ տենց բան չի եղել, բայց ընդունում ենք։ Հիմա քրեական օրենսգիրքը, որ նոր ընդունել ենք, այդ բոլոր հոդվածները այնպես չի, որ երբևէ կիրառվեն, այսինքն դա նորմալ է, որ չկա նախադեպ եւ դու անում ես, որտեղ Հայաստանը նախադեպային իրավունքի վրա միայն չի հիմնվել։ Այս մեկը։ Երկրորդ, այս ընթացքում շատ է խոսում, որ ասում են եկեղեցին անջատ է, ու ես դասում եմ ուզում հասկանալ ինչ որ մեկը ինչի չի կարդում։ Օրինակ 2005 թվականի Սահմանադրությունը, որ ընդունվել էր, այնտեղ շատ բարձ գրված էր. եկեղեցին անջատ է պետությունից։ 2015 թվականի Սահմանադրության, որին դուք նաև կողմ քվեարկեցիք ազգային ժողովում, այնտեղ հանվեց է դրույթը, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Հայաստանի առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունից հետո անջատ չէ Հայաստանի Հանրապետությունը։ 18-րդ հոդվածը շատ բարձ ասում է. Հայաստանի առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր բացառիկ դերակատարում։ Դրանից առաջ 2005 թվականի Սահմանադրության մեջ գրված էր եկեղեցին անջատ է պետությունից։ Ավելին ասեմ, 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններին, որին Դաշնակցությունը դեմ էր, հետո կողմ քվեարկեց, գրվեց, որ եկեղեցի պետություն հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով, այսինքն օրենսդրին է տրվել լիազորություն, որոշելու թե պետությունը, ես դուք որպես պետական մարմին, կառավարությունը որպես ամբողջական մարմին, նախարարությունները, թե ինչպես պետք է հարաբերվեն եկեղեցու հետ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա եւ չի կարող լինել մի կառույց կամ անհատ, որը անհատ կլինի պետությունից։ Եթե եկեղեցին անջատ է պետությունից, ինչպես է ինքը հոգևոր ծառայություն իրականացնում զորամասերում, ինչպես է կրթության մեջ ներգրավված, այսինքն անջատ չի, բոլորս հասկանում ենք, եկեք այդ թեզը, որ եկեղեցին անջատ է, չէ, անջատ չի։ Նույնպես եմ ասում, կարդացեք
15 թվականի սահմանադրությունը դուք հանել եք այդ հոդվածը։ Տիկին Գալստյան, սահմանադրության նոր Հայաստանի Հանրապետությունում այս բանի գործող սահմանադրությանը, որը Դաշնակցությունը կողմ է քվեարկել, չկա այդպիսի արտահայտություն, որ եկեղեցին Իշտա ասում չկա գրածակրոնական կազմակերպություններն են անջատ։ Դա միշտ է եղել, ասում են կրոնական ոչ, ասում են պետությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, Ժողովուրդ ջան։ Ես չի կարող այդպես, եթե գտնեք, ես ներողություն խնդրեմ։ Տիկին Գալստյան, դուք ժամանակ ունեք, իմ հարցը տվեք պատասխանը։ Այս մեկ։ Ավելին ասեմ, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարգավորող օրենքով, որը էլի մենք չենք ընդունել, դուք եք ընդունել։ Այնտեղ գրված է շատ པարզ, ասում է այն եկեղեցիները, որոնք համարվում են պատմամշակութային արժեք, դրանց պահպանությունը եկեղեցին պետք է իրականացնի պետության հետ համատեղ, այսինքն առանց պետության հետ համատեղ չի կարող Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին այն պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները պահպանել միայնակ, դա օրենքով է, դա մենք չենք ընդունել, դա դուք եք ընդունել։ Հոդվածը, կարծեմ, 8-րդ հոդվածն է։ Այսինքն օրենքով տվել եք, որ պետությունը պարտադիր պետք է մասնակցի այս սրա պահպանությանը։ Հիմա այս մասով անդառնա։ Ես խնդիր չեմ տեսնում, շատ լավ է, որ միջև հիմա չի վաճառել, բայց ինչ խնդիր կա, որ գրում են, որ չի կարող որևէ որ ասում եք Տիկին Ղազյան, ձեր տերմինաբանությամբ, մեր տերմինաբանությունը չի, ձեր տերմինաբանությունն է, որը դրել եք ձեր ընդունած օրենքում գրել եք կրոնական կազմակերպություն։ Այլ բան չկա գրած, կրոնական կազմակերպությունը համարվում արտադրության նախարարությունում է գրանցված որպես կրոնական կազմակերպություն, այսինքն դա օրենքի տերմինաբանությունն է։ Իմ եւ Տիկին Ղազյանինը չի։ Այնտեղ շատ པարզ, որ կարդակ, շատ կարճ օրենք է գրած է հարաբերություններ։ Հիմա ինչն է խնդիրը, որ մենք գրում ենք, որ այս կազմակերպությունները չեն կարող, օրինակ, նշանակությունը փոխել։ Կարա տեսքը փոխի, ենթադրենք, վերանորոգում անի, կարա, բայց չի կարող նշանակություն փոխի կամ օտարի, այստեղ ինչ խնդիր կա, այսինքն ինձ թվում է դուք միայն կողմ պետք է լինեք, որ այո, մենք ձեր հետ միասին պահպանում ենք այդ արժեքները եւ ասում ենք, ով ուզում է լինի կաթողիկոս, ով ուզում է լինի իշխանություն, ով ուզում է լինի, չգիտեմ, դրսից եկած բարերար կամ գործարար, չի կարող այնպեսի ազդեցություն ունենալ, որ այս հուշարձանները, որոնք համարվում են պետության կողմից գրանցված են որպես պատմամշակութային արժեք, իրանք չեն կարող նշանակությունը փոխել, ինձ թվում է շատ բարձր է։ Սեփականություններ չեն կարող փոխել առանց կառավարության համաձայնության։ Նպատակային նշանակություն եւ օտարել ասեցի, այսինքն դուք նշեցիք կա երկու առուժ, որը իրար։ Այսինքն պետք է եկեղեցուն պատկանող, եթե շատ կոպիտ ասեմ, եկեղեցուն պատկանող եկեղեցիները մնան եկեղեցու մոտ։ Հա, այսինքն միայն ու միայն սա Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու։ Մենք ասում ենք, որ եկեղեցուն պատկանող գույքը պետք է բացառապես պատկանի իրան եւ չի կարող ոչ նշանակություն փոխի, ոչ սեփականատեր դիտխոսային փոխվի։ Այսքան բան։ Շատ լավ, մենք Որպեսզի քանի որ հարցին ձեր ուղված պարոն Գաբրիելյան ճշտում անեմ, էլի ոչ բոլոր գույքը, իրանց 800-ից ավելի գույքերից միայն 200-ին, որոնք հուշարձան կարգավիճակ ունեն, դրանց հավերաբերում։ Որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում որպես պատմամշակութային հուշարձան, էդ էլ ասեցի արդեն այն ընդունած օրենքով, որը մենք չենք ընդունել, իրենք են ընդունել, գրած է, որ դրանք միևնույն է, պահպանությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության հետ համատեղ։ Շնորհակալություն։ Այսօր ինչի եմ ասում, որտեղ երբեմն որ տեսնում եմ գրառումներ, բա ոստիկանությունը ինչի է այս եկեղեցու տարածքում։ Դե Ժողովուրդ ջան, օրենքով դուք եք գրել, որ Հայաստանության ոստիկանությունը պարտավոր է գնա եւ այնտեղ ներկա լինի եւ պահպանություն իրականացնի։ Շնորհակալություն։ Շատ լավ, պարոն Գաբրիելյան, դուք հենց նոր խեղաթյուրեցիք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ուրեմն հոդված 17-ով, որը վերաբերում է պետությունը եւ կրոնական կազմակերպությունները վերտառություն ունի, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, հոդված 1 եւ 2-րդ կրոնական կազմակերպությունները անջատ է պետությունից։ Ուրեմն այս հոդվածով Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին որպես առհասարակ կրոնական կազմակերպություն անջատ է պետությունից։ Մեկ այլ հոդվածով Հայաստանի պետությունը հիմա կարդում, խնդրում ինձ մի ընդհատեք։ Ընդհանուր նորմով կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, ինչպես հայ առաքելական եկեղեցին, ավետարանչականը, չգիտեմ, եւ այլ հարանվանություններ եւ այլն։ Սա հստակ միանշանակ ամրագրված է հոդված 17-ով։ Ինթատեք, հա, ինձ գիտեմ ինչ եմ անում։ 18-րդ հոդված Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին։
Այնուհետև կրոնական կազմակերպությունների շարքում ես տրամաբանություն եմ բացատրում կրոնական կազմակերպությունների շարքում Հայաստանի պետությունը սահմանադրությամբ ամրագրել է որ այդ շարքային կրոնական կազմակերպությունների մեջ չի կարող հայաստանյաց առաքելական եկեղեցին դասվել նույն շարքում հաշվի առնելով իր ավանդույթները ժառանգությունը ունեցած բացառիկ դերակատարությունը հետևալ ամրագրումն է արել Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Եվ երկրորդ կետը նույն հոդվածի Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Օրենքով կարգավորումը, ինչպես դուք շատ սխալ, ես կարծում եմ ինչ որ երկրորդ կրթությամբ էլ իրավաբան եք, շատ հակաիրավական, ոչ գիտական մեկնաբանություն տվեցիք, եթե օրենքը ընդունվել է ազգային ժողով, ուրեմն ինքը իմպերատիվորեն կարգավորում է եւ իր տիրույթում է, ոչ, հարաբերություններն են կարգավորված օրենքով եւ այդ օրենքով կարգավորված հարաբերությունները երբեք չեն այդ կասկածի տակ դնում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ոչ բացառիկ դերակատարությունը եւ ոչ էլ այսպես մեղանչումներ ունեն պետությունից նրա ուրեմն անջատության մեջ։ Այնպես որ չի կարելի սահմանադրությունները կամայական Շնորհակալ եմ ձեր կարծիքի համար։ Հիմա ձեր սահմանադրությունը կամայական մեկնաբանեք։ Սահմանադրությունը ինչպես ուզեմ, այնպես կմեկնաբանեմ։ Ձեր վերած 18-րդ հոդվածը Տիկին Գալստյան ասեք, լավ եմ անում։ 18 Տիկին Գալստյան, ձեր հարցին ուղիղ պատասխանում եմ։ 18-րդ հոդվածը հատուկ նորմ է, որը վերաբերելի է բոլոր կրոնական կազմակերպություններից առանձին, այսինքն ձեր ասած ավետարանչական կյանքի խոսք, չգիտեմ, այնտեղ հազարատ կա, վերաբերելի է բացառապես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը եւ ձեր ասած ավետարանչական եկեղեցու հարաբերությունը չեն կարող կարգավորվել օրենքով։ Իրենք ազատ եւ անկախ են, անջատ են։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին որպես առանձին սուբյեկտ Սահմանադրության մեջ կարևորվում է իր բացառիկ դերակատարությունը, ինչը ես էլ եմ ասում, բայց ասում է, որ ի տարբերություն այ ձեր նշած են մյուս կրոնական կազմակերպությունները, իր հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով։ Կարող են։ Շատ լավ։ Okay, բայց օրենքով կարգավորումը, օրենքը գոյություն ունի, հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետությունը։ Բոլորովին այն չէ, որ բերել եւ հնազանդացնել եկեղեցին պետությանը։ Ընդհակառակը 17-րդ հոդվածում ամրագրված կրոնական կազմակերպությունների անջատությունը պետությունից դեռ մի բան էլ այդ օրենքով հայ առաքելական եկեղեցուն տրված է նաև կրթական մշակութային ծրագրերում մասնակցություն կամ դերակատարություն ունենալու իրավունք, բայց դուք այստեղ արդեն գոյություն չունեցող իրավական նորմեր եք մեջտեղ բերում անմեղախտելով անմեղության կանխավարկածը, որ եկեղեցին կամ այլ կազմակերպություններ, բայց թիրախում ունենալով հայ առաքելական եկեղեցին, որ հնարավոր է այսպիսի բաներ անի, որ հանկարծ չգիտես ինչու բերում եք մեկ այլ քաղաքական ուժի ներկայացի հայտարարություն, որը բացարձակապես այս պահին դրա տեղը եւ անհրաժեշտությունը չկար, դարձնում է քաղաքական շահարկման առարկա եւ իրականության մեջ դուք նաև ստվերում եք այն ազնիվ գործը, որ կարող եմ մտածել, որ ձեր մտքի մեջ կար, որը հուշարձանի պահպանության լավագույն շահն է, եւ եթե դուք իսկապես մշակույթի հուշարձանի պահպանության շահից եք ելնում, ես այդտեղ կարող եմ 7 ձեռքով էլ ձեր հետ կողմ լինել, որտեղ դա ինձ համար արժեքային հնարան է, բայց միանգամից Թագուհի Ղազարյանը միանգամից որևէ փաստարկ չբերելով թե ինչ հիմնավորումը, ինչից է բխում, ինչ անհանգստություն կա, ինչ սոցիալական պատվեր կա, ասում եմ, ես այստեղ գալուց հանկարծ լրահոսում տեսա, որ հնարավոր է ինչ որ չգիտեմ, կարող կասկածելի մեկն ասել է, վերցնում եմ եւ այս թեմը տանեմ, չգիտեմ, Մոզամբիկում տեղադրեմ։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, ես ոչ իրավական են, ոչ ես չեմ ավարտել, այստեղ էլի հարցերն են, ձեր հիմնավորումները իրավական չեն։ Բայց ես նույն չափ ժամանակ ունենամ, չէ՞, ինձ ուղղված հարցերին պատասխանելու համար։ Մենք ժամերով կարող ենք խոսել։ Չէ, սա ինձ ուղղված հարց է, պարոն Գաբրիելյան, այս պահին։ Պատասխանել եւ ես շարունակում եմ պնդել, որ այդտեղ ի տարբերություն այլ կրոնական կազմակերպությունների սահմանադրությունը հստակ նշել է, որ այս մի դեպքում կարող է լավ ձեր ասած կարգավորվել օրենքով։ Եվ դուք ընդունել եք այդ հարաբերությունների մասին օրենքը, որտեղ եթե էլի բացեք, գրած չի, որ ինքը անջատ է։ Տիկին Գալստյան, Սահմանադրությունը ամրագրել է, որ կրոնական կազմակերպությունը անջատ է պետությունից։ Վերջ, սահմանադրություն, մայր օրենք, որից բխում է ամբողջ իրավական դաշտ։
ինչի է սահմանվել առանձին դրույթ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մասին, որովհետև ինքը ի տարբերություն ձեր ասած բոլոր մյուս կրոնական կազմակերպությունների, ինչպես արդարացիորեն գրված է սահմանադրությունում, ունի բացառիկ դերակատարություն։ Հետևաբար իր համար ի տարբերություն ընդհանուր նորմի կա հատուկ առանձին նորմ, այսինքն այնքան է կարևոր է սահմանադրությունը, որ մեջը գրել է։ Դուք էլ դրա հիման վրա ընդունել եք օրենք, որը հենց այդպես է կոչվում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների մասին։ Կարող եմ մի բառ երկու բառ սխալացի, բայց այդ է։ Այդտեղ գրած է, թե ոնց պետք է կարգավորվեն հարաբերություններ։ Այդ թվում այո ձեր նշած, որ ինքը կարա հոգևոր ծառայություն եւ իրականացնում է զորամասերում։ Եթե անջատ լիներ կամ կապ չունենար, լավ էսպես ասեմ, կարող է անջատը դուք տանում եք։ Ինքը չէր կարա, չէ, բնականաբար գնար դպրոցներում կրթական, չգիտեմ, դասագրքերի մշակման զբաղվեր հոգևոր։ Ես այդտեղ վեճ չունեմ, ես ուզում եմ ասել, որ եթե ուզում եք դեմ քվեարկեք, շատ լավ դեմ քվեարկեք, այս նախագիծը նորից եմ ասում, նրա մասին, հա, որ այդ ձեր կողմից հիշատակված այդ պաշտամունքի առկաններ, չգիտեմ, մշակութային արժեք ներկայացնող գույքը չտարվի կամ նշանակությունը չփոխվի, չեք ուզում դեմ քվեարկեք։ Մենք եք ասենք, որ դաշնակցությունը դեմ է քվեարկում։ Քանի օրենք եք բերել, որը հիմք է ունեցել։ Կարա չէ տեսականորեն դեռ դա նախադեպ եղած չլինի։ Ես ձեզ բացատրեցի Հայաստանի Հանրապետությունում ընդունվում են օրենքներ եւ պարտադիր պահանջ չկա այդ սահմանադրությունում, որ Հայաստանում օրենքները պետք է ընդունվեն բացառապես նախադեպերի հիման վրա։ Կարա նախադեպ եղած չլինի, բայց դու տեսնես տենդենսները, որ կարա ինչ-որ բան լինի եւ վերես օրինակ քրեական օրենս գրքում որևէ նորմ փոխես, ավելացնես, հանես, այսինքն դա նորմալ նայեք դրան։ Ինչ խնդիր կա, որ նախադեպ շատ լավ է, որ նախադեպ չի եղել եւ միջև հիմա չեն օտարվել։ Ինչ խնդրեմ կա, հիմա դա օրենքով են կամրագրում։